Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից երևի հավաքվեն։ Մի քանի բառ զրուցենք, ամփոփենք օրը, որովհետև եթե կուզեք իմ օբյեկտիվ կարծիքն իմանալ, երևի իմ դեմքից էլ երևում է դա, կարելի ասել, որ այն ինչը որ պիտի լիներ, եղավ ու ընդհանուր առմամբ օրը կարելի է համարել ստացված։ Այս իմաստով, իհարկե մենք որոշակի շտապողականություն դրսևորում ենք եւ ցանկություն ունենք ինչ լինում արագ լինի, բայց հավատացեք, սա քաղաքական գործի հերացման մասին չի, սա կաթողիկոսի գահը զավթացի մասին է, ուստի որոշակի զգուշավորությամբ պետք է աշխատել ու այո, դրա արդյունքում ձգձգումներ հնարավոր են։ Բայց այն ինչ որ պիտի լիներ եղավ ու շատ լավ ստացվեց։ Հիմա հերթով անդրադառնանք, ես տեսել եմ մի քանի լուսաբանումներ եւ այլն, բայց նրանք նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չէին կարողացել գային, բայց շատ անհանգիստ էին եւ անընդհատ կապի մեջ էին։ Բոլորին շնորհակալություն, այսօր իրենց գործերը, հոգսերը, այն էլ ոչ այնքան հարմար ժամի, աշխատանքային օրով, տոնական օրերին ընթառաջ, տարբեր զբաղվածություններ, ընտանեկան ժամանցներ եւ այլն թողել ու եկել էին վաղար շաբաթ, եկել էին մայրաթոր Սուրբ Էջմիածին, բոլորից շատ շնորհակալ եմ։ Ես իմ մասով ասեմ եւ իհարկե կարծում եմ շնորհակալ կլինեն նաեւ եպիսկոպոսները, քահանաները, ովքեր որ ըստ էության հրավիրել էին մեզ բոլորից գտնվել վաղար շաբաթում։ Եկել էին քաղաքացիներ տարբեր վայրերից։ Եկել էին Գեղարքունիքի մարզից, եկել էին Շիրակի մարզից, եկել էին Վայոց ձորի մարզից, ամենայն դեպս նրանք, ում որ տեսել եմ։ Տարբեր գյուղերից եկել էին Երևանից նույնպես։ Հենց վաղաշաբաթցիներ կային։ Սա ինչ որ ես եմ տեսել։ Այնտեղ տեսարանը այսպեսինն էր։ Վաղաշաբաթում, երբ որ մտնում էիր արդեն մայրաթոր, մուտքի մոտ ոստիկանները գիծ էին կանգնել, աջ կողմում հավաքված էին քաղաքական իրենց հռչակած ընդդիմադիրները, ովքեր իրենց քաղաքական գործընկերոջն էին եկել սատարելու, իսկ ձախ կողմում հավաքված էին արդեն մերոնք, ովքեր զբաղված են եկեղեցին մաքրելու սուրբ գործով։ Շնորհակալություն համբերատարության համար, որովհետև հիմա իհարկե հերթով կանդրադառնամ, թե ինչն ինչոց էր, բայց այո, սադրելու նպատակով պատարագ իրենց ժամերգությունը տեղափոխել էին մայրաթոր այս սրիկաները եւ մարդիկ համբերությամբ մոտ 2 ժամ սպասեցին, ժամուկես 2 ժամ հայտարարված ժամից հետո մարդիկ այն ավելի շուտ էին գնացել։ Մինչև որ եկան արդեն 10 եպիսկոպոսները, քահանաները, որպեսզի բախումներ չլինեն, արագ տեղում կողմնորոշվեցին, նամակը, գրությունը, որը պատրաստված էր, հանձնեցին Կտրիշ Ներսիսյանին, երևի արդեն տեսանյութերից տեղյակ եք, որ ժամանակ տրվեց, որպեսզի նա ընթերցի եւ ըստ իր քայլերի կնախաձեռնվեն մեր հաջորդ քայլերը։ Ուրեմն, չգիտեմ ինչ ժամանակի մասին է խոսքը, բայց կարծում եմ դա այնպես չի, որ ամիսների կամ շաբաթների հարց է։ Շատ քաղաքացիներ եկել էին հենց կոնկրետ այսօր հեռացնելու Կտրիշ Ներսիսյանին։ Ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ դուք հասկանում եք իրավիճակը ու այս ճիշտ ամեն ինչ շատ արագ է լինելու, բայց կարծում եմ դեռևս 1-2 մեծ հավաք կլինեն, միասնական աղոթքի ձևով եւ այլն, ինչի արդյունքում ճնշման տակ չի կարող պարզապես Կտրիչը եւ իր խունտան չփախնել այնտեղ, որտեղից որ հովանավորվում է։ Ուստի անհրաժեշտություն կա զինվել համբերությամբ, ինձ այսօր շատերն էին հարցնում, բա հիմա ինչ ենք անում, իսկ ես քանի որ ամենատարբեր հավաքների մասնակցության խորքային փորձ ունեմ, ինքս էլ հավաքներ երբեմն կազմակերպել եմ, թեկուզ փոքրիկ, բայց դրանք գրեթե նույն կազմակերպչական աշխատանքներն ու համակ ուշադրությունն են, ամեն դետալին համակ ուշադրությունն են պետք բան լինում։ Ուրեմն պետքա բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս ամեն ինչին առաջնահերթ է համբերությունը։ Ամենակարևոր բանն է համբերությունը, չշտապողականությունը, ավելի ճիշտ երևի, փորձել նյարդերը հանգիստ պահել, չլինել նրանց նման, ինչպես որ այսօր իրենք էին իրենց պահում, ես հեսա դա կմանրամասնեմ, եկեղեցու բակում չանիծել, չհայհոյել,
թշնամաբար չվերաբերվել որևիցե մեկին, իհարկե սադրիչները երբ որ փորձում են որոշակի արտահայտություններ անել, ես ինքս այսօր 1-ին 2-ին կոպիտ պատասխանեցի, ինչի համար երևի ես ինձ ավելի վատ էի զգում, քան իրենք, բայց խոստովանեմ, որ նրանք սկսեցին իբր մոտեցան բան ասելու, իբր զրուցելու ու երևի չեն գիտակցում, ամբուշ են չես հասկանում, չեն հասկանում, որ երբ որ հենց սկզբից ասում կարելի է մի երկու բառ ասել, ասում լավ ասա։ Այդ դուք դավաճանել եք օրինակ, չի կարելի այդպես։ Միանգամից ձեր կարծիքը երբ որ ասում եք ու ենել դավաճան պիտակով կամ հող, չգիտեմ, տալ եսի ինչ պիտակով, դուք դրանից խորապես վիրավորում եք, որի պարագայում ես խորքային էլ պատասխանում եմ ձեր ընտանիքներին անդրադառնալու։ Նենց որ այդտեղ նեղվել չի կարելի, բայց էլի եմ կրկնում, ինքս էլ ինձ վրա աշխատում եմ, եւ ես այսօր ինձ ավելի լավ եմ պայել, քան մեր Աննան Դալեկյան։ Դու էլ։ Նրանք սադրելու համար էին ներկա։ Հիմա գանք երթով, հա։ Շնորհակալություն կրկին եւս մեկ անգամ բոլորին ներկա գտնվելու համար եւ սատարելու համար process-ը։ Ինչա ստացվում։ Նայում ենք նախ համացանցը, չգիտեմ, Գեղամ Մանուկյանին արժի անդրադառնանք, թե չէ, կամ են մյուս լպրծուններին։ Նախ եւ առաջ մենք այնտեղ նվիրյալ մարդկանցով ենք, գաղափարին նվիրյալ մարդկանցով։ Հակառակ կողմում կանգնած են քաղաքականացված անձիկ իրենց քաղաքական թիմերի հետ։ Սա հստակ ցուցիչ է, որ իրենք եկեղեցի օգտագործում են իրենց քաղաքական նպատակներով որպես վահան եւ թաքնվում են դրա հետևում եւ եկեղեցու պաշտպանելու ինչ որ sense արտահայտությունների տակ իրենց քաղաքական բաներն են առաջ տանում։ Ինչը չի կարելի, սա եկեղեցին բղծելու դասական օրինակ է։ Ես վստահ եմ, որ սա անում են հասկանալով շատ էլ լավ։ Երկրորդ, խոսում են, թե այ սադրում են, եկել են սադրելու եւ այլն։ Առհասարակ ովքեր նման բան ասում են, ես ունեմ հստակ պատասխան նրանց համար եւ կարող եք այդ պատասխանը յուրացնել եւ ինքներդ էլ օգտագործել համացանցում, եթե ինչ-որ մեկը նման արտահայտություն կանի։ Ուրեմն, սադրելու եկել եք հենց դուք, ոչ թե ես հիմա դուք մեղադրում եք, ես էլ եմ մեղադրում, այլ հստակ ապացույցներով խոսենք, հա։ Ասեմ, ինչու եք դուք սադրիչը եւ ոչ թե մենք։ Մենք եկել ենք մեր եպիսկոպոսների կանչով, պահել ենք մեզ շատ հավուր պատշաճի։ Դուք տեսնելով, որ մենք մեր եպիսկոպոսների կանչով պատրաստվում ենք գնանք Էջմիածին, ձեր բյուրականում նախատեսված, այսինքն այլ վայրում եւ այլ ժամին նախատեսված ժամերգությունը, որը ըստ էության հանցագործներին նվիրվում, բայց ես չեմ մտնում այդ դաշտ, տեղափոխեցիք թե օրը, թե ժամը, թե վայրը, բերեցիք մայրաթոր։ Սա է սադրելը։ Ուրիշ ինչն է սադրելու process։ Ասենք ինչ, տեսանք դուք տեղափոխել եք, մենք պիտի ասենք լավ չենք գնում, ո՞նց եք պատկերացնում։ Մենք օրել, ժամել պայմանավորվել, հստակ հրապարակել ենք։ Հստակ։ Դուք հրապարակել եք մեկ բան, մեր հրապարակումից ելնելով արեցիք այլ բան։ Դուք սադրիչներ եք։ Դուք ջանում եք մայրաթորում սադրանքներ լինեն ու բախումներ լինեն, որպեսզի գաք ու չգիտեմ ինչեր ՏՌՖ-ներ անեք, առանց էդ էլ անում եք, դեռ ոչինչ չեղած, մի հատ էլ որ լիներ նոր անեք։ Հիմա, ինչ ասում ես սրանց, ինչ ասում ես, այսօր իշխանը, Գեղամիկը, մյուսը, Սամվել, Մանվել, Նարեկը, բանը, Երեկվանից այսօր բանը, այ Նիկոլը, դե բա Նիկոլը, դե որ Նիկոլ, այ Նիկոլը սարեց, այ Նիկոլ, այ լսեք, մենք ինչից խոսում ենք, դուք ասում եք Նիկոլ։ Ոնց որ դե առանց Նիկոլի չեք կարողանում ապրել։ Ինձ թվում է, որ ձեր համար ամենահարազատ դարձած բառը Նիկոլն է։ Մենք այդքան նրա անունը չենք տալիս։ Դուք առավոտից երեկո եք տալիս, կապ չունի ինչ մտքով։ Ասենք, եթե մեկին ատում ես, չես կարող օրը 100 անգամ իր անունը տալ։ Դա այլ բան է նշանակում։ Դուք ոնց որ արդեն հիվանդ էություններ, ասենք, ես ատեմ մեկին, իմ լեզուն չի ֆռա անընդհատ իր անունը տամ։ Ինչ որ պահի կարող է բան անեմ, ես չէ, անգամ ձեր անունները զորով եմ տալիս, ընդ որում ոչ ամեն օր, նկատել եք երևի։ Շաբաթը մեկ, երկու շաբաթը մեկ, ես ավելի շատ ընդհանրական ձեր բաների մասն եմ խոսում, անուններ չեմ ուզում տալ։ Բայց սա մեկ, երկրորդ։ Մենք ասում ենք Կտրիշ Ներսիսյանը ուխտադրուժ պիղծ է, որովհետև խաբել է բոլորին, առնվազն երեխա ունենալու մասով, դուք ասում եք Նիկոլը։ Մենք ասում ենք Արշակ, ինչ աներ այդ գյադեն, այն որ ասում ենք մարդու ջեբը պալանա կծել, զանգելա, կաղմազ բերել, բռնելա տվել, դուք ասում եք Նիկոլ։ Ասում ենք քերակ ընկանա դոմբել, դուք ասում եք Նիկոլ։
Ասում ենք Աչապահյանը ռազմական հեղաշրջման կոչ արել, ասում ենք Նիկոլ։ Ասում ենք Վազգեն Գալստանյանը տերորիզմի կազմակերպման գործով անցնում, ասում ենք Նիկոլ։ Ախպեր ջան, ինձ թվում է դուք Նիկոլով պաշտպանվում եք։ Դուք Նիկոլով պաշտպանվում եք։ Դուք մեզնից շատ եք սիրում Նիկոլին, որովհետև դա ձեր պաշտպանիչ շերտն է։ Եթե ձեր լեքսիկոնից հանենք Նիկոլ անունը կամ բառը, տակը մնալու է ձեր կաշին ու ոսկորը։ Բոլորին շատ տեսանելի է։ Ես անկեղծ բան եմ ասում։ Հարց ենք տալիս, ասում ենք, Արշակը սեռական կյանք, կարա Սրբազան հայրը սեռական կյանք ունենա ընդ որում հարազատի հետ։ Ասում եք Նիկոլը։ Մենք ախպեր, Նիկոլը դնենք Նիկոլ։ Դու կարող ես ընդունել նրան, ես կարող եմ չընդունեմ կամ ես կարող եմ ընդունել, դու չընդունել, դա իրան չեն քննարկում։ Եթե ուզում եք Նիկոլին քննարկենք, խնդրեմ 5 տարի օրը 1-ի 10-ում, ասում եմ եկեք հաղորդմանից յուր, նստենք քննարկենք, չեք գալիս, վախենում եք։ Ձեր տերերը քաղաքական Քոչարյանը, Սերժը, Լևոնը նույնպես վախենում են գնալ անձամբ գոնե Նիկոլի հետ խոսել Նիկոլից։ Վախենում են։ Այսինքն Նիկոլը դրեցին Նիկոլ։ Դա մնում է թեման։ Եկեղեցու Հայաստանյան առաքելական եկեղեցու Սրբազան Սուրբ եկեղեցու թեման։ Հարց ենք տալիս, ասում ենք Սրբազան հայրը կարող է ունենալ սեռական կյանք, ասում եք էլի Նիկոլը։ Այսինքն, օրինակ, ձեր համար հիմա դուք հիշել եք Կոճոյանի Բենթլին, չէ՞ օրինակ։ Հիմա ձեր համար Կոճոյանի Բենթլին նորմալ է թե նորմալ չի։ Լավ, այդ ասեք։ Նայում եմ, այնտեղ հենց կպնում ենք դողդողում եք, ցանց բան եք լինում, ես ինչ եք լինում։ Ձեր էրոգեննի զոնան է երևի։ Ախպեր ջան, կարելի է թե չի կարելի։ Մեր հարցադրումները դրա մասին են եղել։ Որոնք դուք որակել եք թուրքերի արշավը, թուրքը դուք եք։ Թուրքը ձեզ լսողներն ու ենթարկվողներն են։ Թուրքը ձեր նման թուրքերի հետևից ասում է թուրքերը, բանը Նիկոլա այս ամեն ինչով նվեր արեց թուրքերին։ Ոտից գլուխ թուրքերին նվեր եք դուք։ Ոտքից գլուխ։ Ձեր ողջ 20 թվականի նոյեմբերի 9-ից առաջ, հետո 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո 2008 թվականի մարտի 1-ից հետո այդ ընթացքներում նոյեմբերի 9-ից հետոյի ձեր պահվածքով այսօր կտրիչի նման սրիկային սատարելով ոտքից գլուխ նվեր եք թուրքերին։ Նստել եք թուրքերին նվեր, թուրքը։ Դուք չեք ատում թուրքին։ Չեք ատում։ Ձեզանից շատերը հենց կան թուրք։ Ձեզանից շատերը հենց աշխատել են թուրքերի հետ։ Ես այսօր իմ հաղորդման ընթացքում դրել եմ, ցուցադրել եմ Սարխանի լուսանկարը, որը վերցրած է Facebook-ից, իր անձնական Facebook-յան էջից։ Այդ անձնական Facebook-յան էջով անձամբ ինձ անվերնել է թուրք գործակալ, չգիտեմ, ես իմ թրքահացած բաներ։ Պարզվել է ինքը թուրքերի հետ լինելով բարձրագույն պաշտոնների աշխատել է։ Այդ նկարի վրա դրված է Հայաստան դաշինք։ Հասկանում եք դուք։ Բայց ձեր այդ պլակատների վրա այդ Սարխանի նկարը նույնպես ինչի չեք դնում։ Բանա գնացել է Հարիֆը Բերտում նստած է։ Քաղբանտարկյալ չի ձեզ համար նա։ Այս ինչ կողմնապահություններ եք անում։ Ձեր պատկերացումով Սարխանը ադրբեջանցիների հետ որ աշխատում էր, նույն ինքը Սարգիս Գալստյանը, գործակ բանա քաղբանտարկյալ է, չէ՞։ Ոնց է գործա, ով նա քաղաքականությամբ զբաղվել։ Ձեր պատկերվել է քաղբանտարկյալը, ձեր տրամաբանությունը, լոգիկան դա է։ Ճիշտ եմ հասկացել։ Ասենք Գալստանյան Վազգենը, բանա, ձեր զբաղվել է քաղաքականությամբ, զուգահեռ տերոր է կազմակերպել։ Ըստ ձեզ քաղբանտարկյալ է։ Աչապահյանը ռազմական հեղաշրջման կոչ արել, զուգահեռաբար բանա, քաղաքականությունը մտել կրոնավոր շորով, այն ամենաչի կարելիով։ Ձեզ համար քաղբանտարկյալ, ճիշտ եմ, չէ՞ ջոգե։ Ինչ եք ուզում եք։ Դու լավ Վարդանը Ղուկասյան, կաշառքի թեման ձայնագրությունը դրած է, ինքը կալանավայրում է։ Ձեզ համար քաղբանտարկյալ չի, քաղբանտարկյալ է։ Ախպեր ջան, բայց Սարխանը, Սարգիս Գալստյանը, ով ադրբեջանցի հետ լինելով բարձր նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական, դուք գիտեք այդ ինչա։ Դա հույժ գաղտնի տեղեկությունների տիրապետող անձնավորություն է։ Ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, դուք գիտեք ինչա։ Հույժ գաղտնի տեղեկություններ իմանալը եւ պլաններ, ծրագրեր, տրամադրություններ եւ այլն։ Սա գործակալ է եղել։ Ձեր քաղբանտարկյալն է։ Հայաստան դաշինքից, Քոչարյան Ռոբերտի եւ Լևոնի դաշինքից։
Դե լրագրողները այստեղ սենսացիա չեն փնտրում։ Դուք պատկերացնում եք, եթե հանկարծ ձերբակալվի մեկը, ով բարձրի որ աշխատել է բանի ադրբեջանական հետախուզական ծառայության հետ, ու ինքը նկար մի հատ ունենա իր էջում, որտեղ ԿՊ գրացնի։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի։ Եվ այո, այսօր վարչապետը շատ ճիշտ էր ասում։ Սենսացիա չկա, որովհետև սենսացիան ֆինանսավորողը չկա։ Որովհետև Բուլկին, Քոչարյան, Լևոնը, բանը, իշխանիկները, դե Սերժին թիմին չեմ շեշտում, նրանք մինչև մի վեհապար երահանգին են սպասում, ոնց հասկանում եմ, ջնջոգել էլ ինչա կատարում։ Բանա։ Չեն ֆինանսավորել։ Տեղյակ են, ասել են սուս է քաղբեր, ամոթա։ Մյուս կողմից, ամբողջ թիմով, երեք, սաղորը կարշ նյութեր, բաներ, են, ինչ էր են գադի անունը, են ջահելի, են որ Վազգեն Գալստանյանի շողքի հետևից կայլում էր, մի էր բանում է, մի խոսքով մեկը կա, էտի, նարեկը, սրա թիմի մարդի, Քոչարյան պարակտիժ գործը, քաղաքական, մենք համերաշխության համար, լավ է, ոնց կարա քաղաքական թիմը համերաշխության համար գանդ, ում հետ իմ հետ, դուք իսկապես ձգտում եք ինձ հետ համերաշխ լինել, օքեյ, ես ուղղակի ապշած եմ, կներեք, մի տեսակ չեմ պատկերացնում, չեմ պատկերացնում ոչ թե որովհետև ես չեմ կարող, չեմ պատկերացնում, որ դուք կարող եք, հասկանում եք, կգաք համերաշխ զրուցենք իմ հաղորդման շրջանակներում, Facebook-ով, հերվից հեռու, հեռավար, լավ, իրար երես չտեսնենք, մարդ ես, հեռավար, զրուցենք ինչ կա չկա ես, քաղաքական ձեր պատկերացումներից ելնելով եկել եք KGB-ի շպիոնին պաշտպանելու ձեր ժամերգության ժամը փոխել բերել եք վաղար շաբաթ մայր աթոր շուտսուլ պեջ մեացին, ասում եք գնում եք համերաշխության, չգիտեմ, կայֆovat եք լինում։ Չեք զգում, չէ, համերաշխություն գուցե կա։ Բուլկիի, Լևոն Քոչարյանի իրար հետ կապ չունեցող։ Այս երևույթների հետ մեջ։ Որն էր համերաշխությունը, որ ժամանակ առ ժամանակ ձեր մոտից մարդկանց էիք ուղարկում, որ գային այս կողմի վրա շատ լավ իմանալով տրամադրությունների լարվածությունը գային ու անկապ բաներ խոսեին, հա? Մեր կողմից որևիցե մեկը, որ ոստիկանները կանգնած են, դուք գիտեք ինչի մասին է խոսքը։ Այդ բանը մինչև եկեղեցին, ոստիկանների շարքի այս կողմից ձեր կողմ, մեկը մի հատ ռեպլիկ բաց թողել, հա? Ես կանգնած եմ այնտեղ, ամբողջ օրը գրեթե, մինչև մութը ընկնել է։ Ոչ, իսկ ձեր կողմից այս կողմ մի քանի անգամ է եղել։ Դուք վայրենի եք։ Նա դուք ձեր մեջ, դուք ձեր ներաշխարհի հետ, ամեն մեկը ձեր հոգու հետ համերաշխեղ եք, հետո մնացածը կնայենք, կուզեք, չեք ուզի ձեր գործն ախպեր ջան։ Մենք այնտեղ սիրով էինք ներկա։ Դուք եք ինչ-որ սրված, լարված եկել, չգիտեմ ինչ եք անում։ Ձեր լրագրողիկներով, բաներով, չունչուրիկներով։ Հա, հիմա դանք են բյուրականի քանհանային, վրթանեսին, ով այսօր վատացավ, վրթանես, այս ամեն ինչը կայֆ էր տալիս կեզ, դու բյուրականում, հա, լրագրողներ, բախի արջ չտվեցիք, եկել էիք բանում, օհանավանում, մարդիկում, մյուսներին էիք հարցեր տալիս, թողել եք ձեր եկեղեցին և եկել եք, բա վրթանեսին խի արջ տվեցիք, ինչ է իրա ծառայությունը բյուրականում թողել եք, լավ, այդ գլուխը քարը մենք գիտենք, որ դա նորմալ է, դուք եք ձեր համար պարզում ժամանակ առ ժամանակ ինչ-որ ապուշություններ, արա խի ժամերգությանը ժամն ու վայրը փոխեցիք, այ դրա համար դու վատացար, չէ, ես ուրախ չեմ, չկարծես ես ուրախ եմ, քեզ ասված առողջություն թող տա, քեզ էլ լրագրող Անի Ներկայրարյանին էլ ով ուշագնաց եղավ, բայց քո մասով եմ հենց հատկապես ուզում խոսել, դու վատացար, սիրտդ վատացել էր, այստեղ երկու տարբերակ կա, կամ դերասանություն է իր անում, որպեսզի փողդ շատացներ կամ ուշադրությունը քո հանդեպ շատացներ, կամ իսկապես վատացել էր, իմ կարծիքով դու իսկապես վատացել էր, այ գիտես ինչ է իր վատացել, որովհետև դու Աստծու դեմ ես դուրս եկել, Աստծու դեմ, դու ընկել ես կտրիչի ջրերը, տաքացած գլխով, ինչ որ բաների համար, չգիտեմ ինչի համար, դուրս ես եկել Աստծու դեմ, ոնց որ Կտրիչ Ներսիսյանն է դուրս եկել Աստծու դեմ, ձայն բազմած, ձայն Աստծո, դուք ինքներդ շատ լավ գիտեք, եթե չգիտեք, ես ունեմ առաջարկ, հանրության կարծիքն ու տրամադրությունները ձեր հանդեպ, ես ունեմ առաջարկ, որպեսզի այնպես չլինի, որ տարբեր լրագրողներ, տարբեր հարցումներ ցույց տան մեզ ու արժանահավատ չհնչի, ես առաջարկում եմ Բուլկիի թիմից մեկը, լավ, Նարեկ Կարապետյան, որ չասեն, այդպես դիմեցի դրա համար բան չենք անում, Լևոն Քոչարյանի թիմից մեկը, եկեղեցու
Եկեղեցին Զավթած, Պետրիշ Ներսիսյանի, այ հենց այն բանին, հենց այդ ջայելին ուղարկեք։ Ջայելա, դե դուք տարիքները չեք առնելու գաք։ Կարող դուք ձեզնից մեկը գա։ Ու մեր թիմից մեկը, ես ներկայացնում եմ մեր հասարակական կազմակերպությունը, հանրային օրակարգի պաշտպանություն։ 5-ով դուրս ենք գալիս, մի հատ վճարում ենք, մի հատ օպերատորի, մի հատ լրագրողի վճարում ենք օրավարձ։ Մենք կողքից հսկում ենք իրավիճակը, որ ոչ մի բան չմոնտաժվի հանկարծ։ Ու ձեր ընտրած վայրում, որքան է ձեր ամենահար, կուզեք գնանք Ստեփանավանում, բանը, թող Տաշիր գյուղում հենց, որտեղ եք ուզում։ Ձեր ընտրած վայրում գնանք հարցումներ իրականացնենք։ Հարցում անենք 100 մարդու, գանք, դնենք տոկոսը հաշվենք ցույց տանք, որ դուք չկաք։ Դուք կորցրել եք ձեր հեղինակությունը հայ ժողովրդի շրջանակներում։ Դուք մենակ թղթով եք ներկայացնում հայոց եկեղեցին։ Թղթով։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ հեղինակություն չեք։ Չկա։ Ու սա ցավալի փաստն է։ Կարող էր արդյոք աշխարհի ամենահնագույն քրիստոնյա ժողովրդի կաթողիկոսը այսքան վիզ դներ, որ հասներ հեղինակության նվազագույն կետին։ Ինչը մեծ վնաս ու աղետ է ժողովրդի համար։ Մեծ վնաս ու աղետ է։ Եվ ուստի մեր ժողովուրդը եւ նաեւ մեր եկեղեցին ունի փրկության կարիք։ Փրկության հենց բարոյականության տեսանկյունից։ Հետևաբար նրանք, ովքեր քաշ գիտակցելով այս ամեն ինչը, սատարում են այդ անձանց, դա ձեր գործն է, սատարեք։ Ում եք ուզում սատարեք, կարող եք ներքևի մեր շարիկին էլ կա, սատարեք, այդպես բան ա, մեկը բերել պահում անտերը դուրս հիմա բրախել է։ Սատարման կարիք ունի, կարող եք կաք սատարել, գոնե կենթանասերների դուրը կգաք, այդ հաստատ, հա, կգնահատեն ձեր գործունեությունը։ Ում ուզում եք սատարեք։ Բայց դուք չեք կարող դրա անունը դնել, թե դուք եկեղեցի եք սատարում, եկեղեցի եք պաշտպանում։ Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցու միակ պաշտպանը հանդիսանում է հայոց պետականությունը։ Հայկական պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը բաղկացած է ներքին եւ արտաքին քաղաքականությունից, դատաիրավական համակարգից, օրենսդիր եւ գործադիր մարմիններից, տնտեսությունից եւ այլն, եւ իհարկե հայոց բանակից։ Դուք ով եք որ սա պաշտպանեք եկեղեցին։ Կամ թեմաներ եք սպրտում, բանա, դե թող գնան Գանձասալում անեն, տեսնենք կարող են, դե թող գնան չգիտեմ որտեղ։ Կկարողանային, եթե Հայաստան դաշինքի անդամներ չլինեին Սարխանի նման ուլերը, դավաճան էշերը։ Կկարողանայինք, եթե ես հակընդեմ հարց ունեմ։ Տիգրանաշենում քանի ժամ եք պեղումներ արել, Տիգրանակերտում Արցախի քանի ժամ եք պեղումներ արել։ Քանի պատմամշակութային կոթող եք վերականգնել։ Քանի միջազգային կառույցների եք հրավիրել Արցախ եւ ինչ-որ ֆորումներ արել։ Քանի գիտաժողով եք արել Արցախում։ Գիտաժողով, քանի պատմաբանների բան եք արել, ոչ մի բան չեք արել Արցախում։ Դուք մի ասում եք Գանձասարում դե թող գնան։ Դուք 20 տարուց ավել չներկայացնեիք Արցախը, այո, այսօր Գանձասարում կարող անեինք պատարակ։ Ես հավատում եմ դրան։ Այդ դուք եք որոշել խոսել։ Մի անգամ մինչև այսօր չեք հասկացել, օրինակ։ Մեղադրում եք մի ժամանակ, ասում եք, այ Նիկոլա ասեց Ղարաբաղը, Արցախը Հայաստանը եւ էր պատերազմը սկսվեց։ Անցավ մի տարի, մեղադրում եք, ասում եք, այ Նիկոլը ասեց Արցախը Ադրբեջանը պատերազմը սկսեց ու հանձնեց։ Հետո մեղադրում եք, ինչու ասես մեղադրել եք։ Ինչու կարող եք։ Ձեր գործն է։ Ես բան չասեմ, տեսեք ես չեմ ասում բան։ Հա։ Բայց ցավն է, որ դուք ինքներդ չեք բարձել այսքան ժամանակ, թե ձեզ համար Արցախն ինչ էր։ Ինչ էր ինքը։ Ու այն պատասխանը, որը կտաք, գտեք մի հատ միջազգային փոխհամաձայնեցված փաստաթուղթ կամ գոնե փաստաթղթին ձգտած քայլ, որ կկարողանաք ասել, այ ես կար, եկանք հանդեցին։ Կարող եք, չեք կարող։ Այ դրա համար էլ այո, ցավոք, այ Գանձասարի դեմը
Հանուն Գանձասարի կռված ու զոհված քահանա չտեսանք։ Այսօր դաշնակները շատ են սիրում երկեր, մեր երկերը գողանալ, չէ՞։ Բա Մշո Առաքելոց վանքի պատմությունը չգիտեք, տեղյակ չեք։ Բա ուսումնասիրեք, որպեսզի հասկանաք, երբ որ մի բանից խոսում ենք, ինչ ենք նկատի ունեն։ Ես կուզեի, որ որևիցե քահանա զոհվեր, ոչ, բնականաբար։ Ես առաջին հերթին չէի ցանկանա որևիցե զինվոր, ես առաջին հերթին չէի ցանկանա, որ առասարակ պատերազմ սկսվեր։ Բայց մեր թշնամին հարձակվել է մեզ վրա։ Ու պարզվել է, որ մենք փխրուն հրադադարի բանում ապրելու, ռեժիմով ապրելու ժամանակ որոշել ենք, որ ոչ թե պետք է պատրաստ լինել ամեն պահի դիմակայելու թշնամու ցանկացած զադրանք, այլ կարելի է դզվել էլի, դզվել։ Հենա, ազգային ժողովում արցախցիների բնակապահովման հարցն էին քննարկում, 250 միլիոն դոլար պարտքով վերցնում են, որը բոլորս ենք փակվելու։ Վերցնում են, որպեսզի բնակ հարցը լուծեն։ Ու շատ լավ մեջբերում արեցին падգամավորները։ Այս անդիմադիրները դուրս են եկել, բայց մենք ինչի վրա վստահ ենք, որ այդ փողերը կոպեկ կծասեն։ Մի խոսքով, ինչ իրանական այդ հարցերն էին տալիս։ Արա մեկը դուրս եկավ շատ լավ բան ասեց։ Արա ասեց 250 միլիոն դոլար հիմա պարտքով վերցնում ենք արցախցիների բնակապահովման հարցը լուծենք։ Մի հատ Ղարաբաղցի կա, ով հենց հիմա քրեական գործով անցնում է, այդքան փող է պահանջում իրանից։ Մի գործով։ Այսինքն արցախցիների բնակապահովման հարցի լուծումը կարող լիներ մի հոգու չտանելը, կամ հետ բերել դնելը, տարածը։ Մյուս կողմից դուրս եկել, մեր արտաքին պարտքը մեծացրել եք, մի րոպե, միջև մեծացնելը, դրանք անդրադառնանք, այսա 26-ի գարնանը բյուջե էլի քննարկվելու եւ այլն, անդրադառնանք, ու դուք չեք անդրադարձողը, ձեր անդրադարձները անարժանա հավատեն լինում։ Պարտք եղել է, չէ՞, միջև այս իշխանությունների գալը։ Արաբա այդ պարտքը որ եղել է, չգիտեմ, 5 միլիարդ է եղել, 4 թե 6, հարցը այդ չի։ Այդ պարտքը ծախսվել է հավուր պատշաճի։ Գոնե իմի գիտենք հավուր պատշաճի է ծախսվում։ Բացի է, պետությունը այո, որքան հեղինակությունը բարձր է լինում, այնքան իրեն միջազգային բանկեր պարտք տալիս են։ Առհասարակ, այդ մենք ենք, որ պարտքը դիտարկում ենք վատ բան, որովհետև ծանր կյանք ենք տարել եւ այո, երբեմն պարտքը մեզ պետք է եղել օրապահիկ հացի հարցը լուծելու համար։ Բայց առհասարակ, այստեղ դիտորդների մեջից հաստատ կշրջանան, կհաստատեն, որ կլինի Եվրոպայում թե Ամերիկայում, երբ որ մի հատ բիզնեսմեն ուզում է խոսա թե ինքը ինչ հաջողակ բիզնեսմեն է, ասում է ես այսքան պարտք ունեմ, ինչքան մեծ տիվ է ասում, այսքան պարտք ունեմ բանկին։ Այսքան այդքան վստահելի ու մեծ դեմք է ինքը, որ իրան կարող է մի հատ նամակով մի կես միլիարդ փող տան։ Հասկանում եք։ Աշխարհում երկրներ կան տրիլիոններով պարտք ունեն։ Ու եթե համեմատականով տանեք, ամեն ինչը շատ նորմալ է։ Այս դեպքում պարտքը բանի, նորմալ բաների վրա է ծախսվել, որպեսզի մի քայլ առաջ ընկնեն։ Կարող են պարտ չվերցնել, ասեմ ձեզ։ Կարելի է միջազգային հանրություն առհասարակ ոչ մեկից պարտ չվերցնել, պարզապես ասենք այս ինչ դպրոցը որ կարող կառուցվել այս տարի, կկառուցվի 5 տարուց։ Պարտքը վերցնում է մի բան առաջ գցելու համար։ Իսկ մենք համար այսօր օրհասական հազարադարձ կա։ Որովհետև ցավոք սրտի 30 տարվա մեջ մեր երկրում ոչ մի բան լուծված չի եղել։ Բացարձակ ոչ մի բան, որ ոլորտ ուզում եք մտեք։ Լավ են լուծում այդ հարցերը օրվա իշխանությունները։ Սարները տանեմ, ամեն մարդ իր գնահատական ունի։ Ամեն մարդ իրան։ Օրինակ ինձ համար դրանց բավար բան է ինքը հրաշալի չի։ Ասենք եթե 1-ից 10 սանդղակ դնենք, ես 7-ից ավել չեմ գնահատի։ Այդ հաստատ չեմ գնահատի։ Մարդը կարող է 2 գնահատի, մարդը կարող է 10, մարդը 5, չգիտեմ։ Ինձ համար 10-ից 7-ին 7։ Կարելի է լավարկել։ Իմ կարծիքով այո։ Ինչ է։ Երբ որ այդ կրթությունն էլ կլավանա, բայց կրթության վրա խի այսքան փող ծախսել են։ Ինչի համար այսքան փող ծախսում, որովհետև տվել են, առել են, գցել են, բռնել են, նայում են, որ իրանց սաղ խնդիրները գալիս է հենց կրթության մակարդակից, որակից։ Եվ ցավոք սրտի այո, մեր ուսուցիչները, իհարկե հարգանքներս բոլոր ուսուցիչներին, լավերին հատկապես, բայց չեն տրանսֆորմացվել։ 30 տարի առաջ ծնվող երեխան, այսօրվա ծնվող երեխան ու 30 տարի հետո ծնվող երեխան տարբեր միջավայրերում են ծնվում։
Եվ դպրոցն է պիտի ինքը նենց կառույցը, ինքը պիտի անընդհատ տրանսֆորմացվի։ Որպեսզի այդ ժամանակի երեխու լեզվին համապատասխան լինի։ Մեր մոտ ոչ միայն չի տրանսֆորմացել վելու առաջ գնացել, մեզ մոտ, չգիտեմ, շատ ված բաներ է եղել։ Հիմա նստած խոսում են միասնականությունից քաղաքական թիմերը, կայֆավատ է կլու։ Ով քաղաքական թիմերը, առհասարակ, ինչ պառակտվածության մասին է խոսքը։ Այսինքն եթե Պողոսն ու Պետրոսը իրար չեն հասկանում, ինչ որ ուրեմն պառակտված է։ Դա մի քիչ գուցե կլինեն այդպիսի Պողոս եւ այդպիսի Պետրոս, ովքեր կկարծեն, որ իրար չեն հասկանում, ուրեմն պառակտված են, չգիտեմ։ Բայց ես ոչ այդ Պողոսը կարող լինեմ, ոչ այդ Պետրոսը։ Ոչ այդ որակի Պողոս կարող լինեմ, ոչ այդ որակի Պետրոս։ Ես կարող եմ հասկանամ, այս հարցով չենք հասկանում, մյուս հարցով կարող հասկանամ, առհասարակ այս 5 տարի, որ ասում եմ, եկեք մի քիչ համացանցով զրուցենք, իրար հակադրվենք, բանավիճենք եւ այլն եւ այլն։ Դրա մասին է հենց։ Հենց դրա մասին է, որ դժնամություն չմնա, թարախ չմնա, հասկանում եք, հենց դրա մասին է։ Ուժի մուշկը չի գնում ձեր այդ զրուցելու համար։ Բայց ես ուզում եմ ձեզանից լսեմ ձեր կարծիքը։ Այսօր համացանցում շատեր եք տեսնում։ Ուկրաինան ու Ռուսաստանը իրար փրթում են միլիոնով ամեն մեկը զոհուն են, երկու կողմի բլոգերները իրար հետ զրուցում են, երկու կողմի զինվորները իրար հետ զրուցում են, բանավիճում են, այս Իրանն ասում են, Իրանն ասում։ Իհարկե, այս պարագայում մենք էլ մի երկու հատ բլոգեր կոչված ունենք, որ փորձում են գնան ադրբեջանցի բլոգերների հետ զրուցեն, բայց դարձյալ անգրագիտությունը իր տեղը ցույց է տալիս։ Այսպիսի բան է։ Մի խոսքով, թույլ տվեք այսքանով եթերը ավարտենք ժողովուրդ ջան, այնպես որ արձանագրենք հետևյալը։ Սադրիչները հենց իշխանիկներն ու գեղամիկներն ու բուլկիներն ու բաններն են, Կտրիչ Ներսիսյանն ու Վրթանեսն են։ Արձանագրենք, որ այս մարդիկ այս process-ի տակ ամեն գնով փորձում են դնել քաղաքականություն, որովհետև խոսում են կոնկրետ անձանց, կոնկրետ այնպիսի բարքերից, որի պարագայում գուցե անգամ եկեղեցի չթողնեն մտնի, բայց նրանք հանդիսանում են կաթողիկոսներ ու սրբազաններ, բայց իրենք այս ամեն ինչը փորձում են քաղաքական երանգ տալ անընդհատ Նիկոլ ասելով, որը բանա, նույնպես պղծության ժանրից է, եւ որևիցե մեկը խոսում է համերաշխությունից, ուրեմն պետք է մենք պատրաստ լինենք ամեն տեսակ սադրանքի, որովհետև այս անձիկ պատրաստ չեն համերաշխ լինելու, սրանք են մարդիկ են, ովքեր մինչև հիմի շատ գործողություններ պիտի դատապարտած լինեն, բայց ոչ միայն չեն դատապարտել, այլ ճիշտ հակառակ սատարել են։ Մենք ձեր հետ համերաշխ լինենք ինչում, որ Կտրիչ Ներսիսյանը պիտի կաթողիկոս մնա, չի կարող Կտրիչ Ներսիսյանը լինի կաթողիկոս։ Չի կարող հայ մարդը, հայ ժողովուրդը ունենալ նման մեկին իր բարոյականության նորմի գագաթնակետ որպես կամ ասենք Աստծու հետ ծանոթացնող։ Որ մեկ են ալերը ապուշին պիտի բերեք են լեննականի։ Որ մեկ են։ Ում հետ համերաշխ լինենք։ Որ հարցով ում հետ համերաշխ լինենք։ Անկամ ամուսինները, որ տան մեջ ծնողները անգամ, ծնող երեխա իրար հետ, տան մեջ ամեն հարցում չի որ համերաշխեն։ Դուք ինչ եք բերել դրել ստեղ այնքան ասում պառակտում, որ դա տեղի ունենա։ Դուք եք պառակտվել, չեք ուզում պառակտվել։ Եկեք զրուցենք։ Եկեք զրուցենք։ Այնպես որ ժողովուրդ ջան, կաթողիկոսի լուսավորչի գահը թափուր է 26-րդ տարին անընդմեջ եւ ժամանակն արդեն իսկապես ամբողջ ուժով գործի անցնել եւ ես վստահ եմ, որ որքան էլ դժվար լինի կազմակերպել դա, որքան էլ որ պետք է դժվար է, որովհետեւ զգուշավորություն է պահանջում ու ամեն ինչի չի որ կարող ես բաց խոսել, որովհետեւ հազար հարցեր կան, ամեն դեպքում մենք համբերատարությամբ կհասնենք մեր բաղձալի կետին։ Մենք կունենանք կաթողիկոս, ում խոսքին կսպասենք ամենաբարդ իրավիճակներում, ում հեղինակավոր խոսքին կսպասենք ամենաբարդ վիճակներում, ու այդ խոսքը բնավ չի լինի քաղաքական։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, կրկին անգամ շնորհակալություն բոլոր այս կողմից եկածներին։ Լավ եղեք, բարի գիշեր։